որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Ադրբեջանցիները ավտոմեքենայով հանգիստ շրջում են Երևանով, Հանրապետության հրապարակում զբոսնում։ Մեկի ելույթը մյուսը տեսագրում է ու ամբողջ տեսանյութը տարածվում է համացանցում։ Պետք է հասկանալի լինի, որ այո, ժամանակ կանցնի, չեն բացառում, որ հայեր կգնան Ադրբեջանում կապրեն եւ ինչ որ ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ եւ այլ։ Այո, խաղաղության են գնում, խաղաղությունը արկետ չի լինում։ Ադրբեջանցին Հայաստանը ներկայացնում է որպես պատմական ադրբեջանական հող եւ կոչ է անում ադրբեջանցիներին այցելել իրենց հայրենիք, նշելով, որ այստեղ շատ հանգիստ է եւ խաղաղ։ Երբ որ դիվանագիտական հարաբերությունները մեր կարգավորվի երկու պետությունների մեջ, այո դուք մեր պետության մեջ թուրք էլ կտեսնեք։ Ու յուրաքանչյուր նման պահվածք կստանա տուժ ու տուգանք։ Սա մեկն միշտ հիշեք։ Մենք թույլ չենք տա, որ ձեր նմանները խայտարակեն մեզ։ Կարճ ասած, հարմարվեք այդ մտքի հետ, որ Թուրքի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու ու մի տարի հետո կլինի, թե 2 տարի հետո կլինի, այո, թուրքը հայտնվելու է մեր պետության մեջ, ինչպես որ ռուսն է հայտնվում մեր պետության մեջ, որովհետև մենք բացահայտելու ենք Եղեռնի մեջ ով էր թաթախված, դաշնակներից բռնած, ռուս ճակերտավոր եղբայրներից ելած։ Այ հենց ընտրությունները եղավ, ընտրություններից հետո անմիջապես Մերի Տոմոյանի պահանջները կառավարությանը լինելու է նա, որ ամբողջովին արխիվները բացվի, որ ձեր նման խլինքաբրազնիները մնացած ներքևից վեր պատռվեն։ Հասկացաք։ Ու չկասկածեք, որ մենք ենք հաղթելու։ Այո, Նիկոլն է լինելու ղեկավար, չկասկածեք։ Նույն ադրբեջանցին հանգիստ ու անխոչնդոտ հասնում է Գյումրի, հետո Ամասիայի գյուղեր, նորից շրջում Հայաստանի ինքնիշխան տարածքով, ադրբեջաներեն խոսում, իսկ մյուսը այդ ամենը տեսագրում է, տեսանյութը դարձյալ տարածում են համացանցում։ Մարդիկ արդարացիորեն հարցնում են, ադրբեջանցի ներկայացող ու ադրբեջաներեն խոսող այս մարդը ինչպես է հասել Հայաստան։ Եթե անգամ այլ երկրի քաղաքացի է, այլ երկրի անձնագիր ունի, մեր երկրում, մեր քթի տակ, Հայաստանը ադրբեջանական պատմական հող ու հայրենիք հայտարարելու համար չպետք է գրավեր Հայաստանի իրավապահների, ԱԱՑ-ի ուշադրությունը։ Այդ կառույցներից պարզաբանումներ չպետք է լինեին։ Աղաղության օրակարգը միայն Հայաստանում ու Հայաստանին է պարտադրվում։ Մի պահ պատկերացրեք, այլ երկրի քաղաքացի հայը մտնում է Ադրբեջանի տարածք, շրջում Բաքվում, ադրբեջանցիների ներկայությամբ հայերեն խոսում, տեսագրվում ու տեսանյութը տարածում համացանցում։ Որևէ մեկը չի կարող ասել, որ նման բան հնարավոր է։ Իսկ ինչու են ադրբեջանցիների անխոչնդոտ ու անվրդով այցերը, զբոսանքները, ելույթները Հայաստանում հնարավոր ու սովորական դառնում։ Հարցի պատասխանը կգտնեք Հայաստանի իշխանությունների ադրբեջանահաճո ու ադրբեջանասեր վարքագծում։ Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր հարավային Կովկասում։ Մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հայաստանի Հանրապետությունում եւ այս փաստը պետք է գիտակցել։ Այս փաստը պետք է գիտակցել